Իշխանությանը մոտ կանգնած ներկրումներով զբաղվող եւ մոնոպոլիստ համարվող գործարարները անցած տարի նկատելիորեն քիչ հարկ են վճարել, քան 2015-ին։ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկից նաև պարզ է դառնում, խոշորագույն առաջին 15 ընկերությունները գրեթե 4 միլիարդ դրամ պակաս հարկ են մուծել 2016-ին, քան 2015-ին։ Պատկերացնելու համար նշված 15 ընկերությունների կշիռը հայաստանյան տնտեսության մեջ, նշենք, որ դրանց վճարած հարկերը ողջ հարկային մուտքերի ավելի քան 20%-ն են։ Հայտնի Alex Greek ընկերությունը, որ ըստ լրատվամիջոցների պատկանում է Ազգային ժողովի падգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, անցած տարի ավելի քան 18.5%-ով նվազեցրել է հարկային վճարները կամ պետբյուջե պակաս է փոխանցել ավելի քան 3.3 միլիարդ դրամ։ Նույն պատկերն է Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերության դեպքում՝ Նատալի Ֆարմը 2016-ին 14.5%-ով պակաս հարկ է վճարել, քան 2015-ին։ Ֆլեշ ընկերությունը, որը բենզինի դիզվառելիքի շուկայում գերիշխող դիրք ունի, անցած տարի գրեթե 2 միլիարդ դրամ քիչ հարկ է վճարել, քան 2015-ին։ Անկումը կազմել է մոտ 14.5%։ Ֆլեշի այդ ցուցանիշը ավելի ակնառու է դառնում, երբ համեմատում ես բենզինի դիզվառելիքի վաճառքով զբաղվող CPS Oil Corporation-ի հետ։ Այն անցած տարի 4.3 միլիարդ դրամ ավելի շատ հարկ է վճարել, քան 2015-ին, եւ աճը կազմել է 45.6%։ Նույն պատկերն է բանանի շուկայում, որի շուրջ ժամանակ առ ժամանակ ծագող աղմուկին կառավարությունը ավանդաբար պատասխանում է տնտեսությունը իրապես ազատականացնելու հերթական խոստմամբ։ 2016-ին Քեթրին գրուպը ավելի քան 20% կամ շուրջ 250 միլիոն դրամ պակաս հարկ է վճարել, քան 2015-ին։ Այն որ Հայաստանում կան արտոնյալ գործարարներ, նախորդ տարվա վերջին հրապարակավ խոստովանեց Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը։ Ես լինելով գործարար աշխարհից տեղ եկած անձնավորություն, շատ լավ գիտակցում եմ թե բիզնեսմենի հոգեբանությունը, թե բիզնեսմենի խնդիրները, թե նրա խնդիրները լուծելու ձևերը, ինչ ձևով են ուզում լուծել, եւ խնդրում եմ իմ նախկին գործընկերներից, որ իրենք էլ վերափոխվեն, եւ ձեզ հավաստիացնում եմ, որ հասարակության մեջ արտոնյալ ընկալում ունեցող մարդիկ ձեր աչքի առաջ վերափոխվելու են, այդ մարդիկ գործելու են սպիտակ դաշտում, դա հավաստիացնում եմ միանշանակորեն։ Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է падգամավոր Սամվել Ալեքսանյանը ընկերակցում նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաներին տարաբնույթ միջոցառումների ժամանակ, թեև Ալեքսանյանը հանրապետական կուսակցության անդամ չէ, սակայն նա գրեթե միշտ մասնակցում է իշխող կուսակցության խորհրդի նիստերին։ Բացառություն չէր նաև վերջին նիստը, որի ժամանակ քննարկվում էր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրում ստեղծված իրավիճակը։ Պարոն Ալեքսանյան, տենց է չասեցիք, մալեցիայում առաջադրվեք։ Բայց չեմ առաջադրվելու, դու ոնց ես ուզում։ Առաջադրվեմ, թե չէ։ Լրատվամիջոցները բազմիցս են գրել, թե Ֆլեշի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը որքան մոտ է կանգնած երկրի բարձրագույն իշխանությանը։ 2014-ի հոկտեմբերին մամուլը հեղեղված էր լուսանկարներով, որոնք պատկերում էին, թե նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ինչպես են մասնակցել Բեգլարյանի որդու Հարսանյաց հանդեսին։ Ինչ վերաբերում է Քեթրին գրուպին, ապա բազմաթիվ են նաև հրապարակումները, որ այդ մրգի ու մի շարք այլ ապրանքների ներկրման մոնոպոլիան պատկանում է ընկերության հիմնադիր, ԴԱԿ նախկին ղեկավար եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ սերտ կապեր ունեցող Միհրան Պողոսյանին։ Տնտեսագի հետ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով Հայաստանում այլևս այնպիսի մի իրավիճակ է, որ իշխանությունների վարած քաղաքականության, ներառյալ տնտեսական քաղաքականության հետևանքները սկսել են զգալ նաև օլիգարխները, որոնց բիզնեսը կամ կրճատվում է, կամ նրանք ստիպված թաքցնում են իրենց եկամուտը։ Սա հետևանքը տնտեսական իրավիճակի, որ կա այսօր Հայաստանի Հանրապետությունում, որի նշանակում է կրճատված համախառն ներքին արդյունք կամ 0.5% աճ ապահովված համախառն ներքին արդյունք, հարկերի թերհավաքագրում, աշխատավարձի կենսաթոշակների չբարձրացում, գործազրկության 18% աճ
արտագաղթի բալանս մինուս 48000, սա այդ ամեն ինչը դրա հետևանքն է, երբ որ ժամանակին խոսում էր այն մասին, որ այս մոդելը տնտեսական չի աշխատելու եւ տնտեսության այս կառուցվածքը ի վերջո բերելու է նրան, որ պետությունը ի վիճակի չի լինելու իր պարտականությունները կատարելու, այսինքն նկատի ունեն հարկային պարտականությունները կատարելու